Փառք ես Տեր Հայր, մեր երկնային, մեր թագավորներու թագավոր, արքաներու արքան, այո ամեն օր մեզ ճշմարտությունը կսովորեցնես, կհայտնաբերես քո կամքը և քո զավակներոդ փրկության կտանես օրե-օր, հալելույա, ամեն։ Այսօր պիտի խոսին սիրելիներս Ադամեն մինչև Քրիստոս, գործված կյանքը և վերադարձած հավիտենական կյանքը։ Ամեն։ Սիրելի եղբայրներ և քույրեր, եւ մարդիկ կլսեն հավիտենական կյանք արտահայտությունը, մեծ մասը անմիջապես կմտածե երկնքի մասին։ Անոնք կսեն, երբ մեռնիմ հավիտենական կյանք պիտի ունենամ։ Բայց Աստվածաշունչը մեզի ուրիշ ճշմարտություն կհայտնի։ Հավիտենական կյանքը չի սկսի քերեզմանեն այն կողմ, ան կսկսի այն օրը, երբ մարդը Քրիստոսը կընդունի։ Որպեսզի այս ճշմարտությունը հասկանանք, պետք է վերադառնանք Աստվածաշունչի առաջին էջերը։ Ադամը ստեղծվեցավ կյանքի համար։ Ուրեմն Ծննդոց 2-րդ գլուխը 7-րդ համարը երբ ուսումնասիրենք, այս խոսքերը գրված է. Տեր Աստվածը իր ռնկունքներու մեջ կյանքի շունչը փչեց և մարդը կենդանի հոգի եղավ։ Մարդը ստեղծվեցավ Աստծո կյանքով, այսինքն Ադամը մահվան համար չէր ստեղծված։ Ան Աստծո ներկայության մեջ կապրեր, Աստծո ձայնը կլսեր, Աստծո հետ հաղորդակցություն ուներ ամեն օր, Աստծո կամքը կյանքն էր, այսինքն Աստծո կամքը մարդու կյանք տալն էր։ Բայց Սատանան խաբեց և մարդը գործընծուց կյանքը։ Ծննդոց 3-րդ գլուխը երբ կարդանք, այդտեղ կտեսնանք օձը կասկած դրավ Աստծո խոսքի նկատմամբ և ասավ, խոսքը փոխեց, այսինքն իրավ Աստված ասավ, և կտեսնենք այս օրերուն նույնն է, իրավ այսպես եղավ հարցմանշանով և այդտեղ կասկած կմտնա արդեն։ Ուրեմն մարդը հավատաց սուտին։ Երբ Ադամը մեղանչեց, նույն օրը հոգևորապես մեռավ։ Նա այլևս Աստծո ներկայությունեն փախավ։ Ինչ եկավ այդտեղ, սիրելիներս, ամոթը եկավ, վախը եկավ, բաժանում եղավ։ Պողոս առաքյալը գսե. մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ և մեղքով մահը։ Այս խոսքը գրված է Հռոմեացիս 5-րդ գլխու 13-րդ համարի մեջ։ Քանի Ադամը գործընծուց ան կյանքը, Աստված իրեն զգուշացուցել էր բոլոր ծառերեն գեր, միայն այս ծառեն մի ուտեր, բարի ճարիքիտության ծառեն։ Եթե այդ ծառին ուտես կամ թփչիս, կմեռնիս։ Աստված զգուշացուցել էր, բայց Սատանան իր խոսքը այդպես մեկ ըրավ, իրավ ու եթե ուտես այս ծառեն կմեռնիս։ Եվ ինչ ասավ այդտեղ, եթե ուտես աստվածներ կդառնաս։ Ճակերտավոր ինքն իրեն աստվածներ ըրավ, այսինքն երկրի վրա Սատանան ինքը գիշխե, երկրի վրա Սատանան ինքը կդիրապետե, ինքն իրեն աստվածներ ըրավ։ Ուրեմն մենք շատ զգույշ ըլլանք, որպեսզի չխաբնենք Սատանային կողմեն։ Եվ այդպեսով Ադամը գործընծուց այն կյանքը, որ Աստված իրեն տված էր։ Եվ Ադամը փորձեց ինքզինք փրկել։ Մեղանչելեն ետք Ադամն ու Եվան թզենին դերևներ կարեցին։ Մարդը մտածեց, ես ինքս պիտի ծածկեմ իմ մեղքս, և հիմա այս օրերուն նորեն նույն ձևով մարդիկ կապրին, իրենք իրենց ուժերով կվստահեն։ Բայց թզենին դերևները չկարողացան մեղքը ծածկել։ Աստված զոհի միջոցով գաշի հագուստ պատրաստեց։ Արդեն այստեղ Աստված ցույց կտար, որ փրկությունը մարդուն գործերով չէ, մարդը չի կրնար ինքն իրեն փրկել, անկարելի է, այլ Աստծո շնորհքով։ Արդեն երբ որ ուսումնասիրենք այս գլուխները կտեսնանք,
Աստված զոհի միջոցով գաշի հագուստ պատրաստեց, այսինքն այստեղը Աստված ցույց տվավ, որ ինքը գրնա փրկություն տալ մարդու, այլ ոչ թե մարդը ինքն իրեն գրնա փրկել։ Ուրեմն օրենքը չգրցավ գայնք տալ։ Հռոմեացիս 10-րդ գլխու 5-րդ համարի մեջ Պողոս առաքյալը գսե. Մոսես կգրե, թե այն մարդը, որ օրենքը գադարե, անով պիտի ապրի։ Այսինքն, ինչ ասել գուզե այս խոսքերը։ Եթե մեկը գուզե օրենքով արդարանալ, պետք է ամբողջ օրենքը գադարյալ բահե։ Բայց ով գրնա այդ օրենքը բահել, Ադամը չի գրծավ, Իսրայելը չի գրծավ, մենք ալ չենք գրնար, որովհետև մեղքը մարդը անզոր դարձուց։ Այսինքն, անգարելի է, որ մարդը այդ օրենքները գադարե։ Լման մեկ օրենքը գադարեց, 10 օրենքը չի գնար գադարել, 10-ը գադարեց, մեկը չի գնար գադարել։ Այսինքն, Աստված ինքը շնորհք կտա, որովհետեւ մենք փրկությունը ստանանք, այլ ոչ թե մեր փորձերով։ Եվ Քրիստոս արդեն ամեն ինչ գադարած է։ Հռոմեացիս 10-րդ գլխու 6-րդ համարեն 8-րդ համարը Պողոս առաքյալը գսե. Մի ասեր ով երկինք պիտի ելլե, ով անթունդ պիտի չնե, խոսքը քեզի մոտ է։ Ինչու՞։ Որովհետև Քրիստոս արդեն երկինքեն եկավ, արդեն խաչվեցավ, արդեն մեռավ, արդեն հարություն առավ, փրկությունը պատրաստ է, մարդուն գմնա միայն ընդունել, ինչպես կսկսի հավիտենական կյանքը։ Պողոս առաքյալը գսե. Եթե փերանովդ Հիսուսը դեր խոստովանիս եւ սրդիդ մեջ հավատաս, պիտի փրկվիս։ Այս խոսքը գրված է Հռոմեացիս 10-րդ գլխու 9-րդ համարի մեջ։ Ահա այն բահը, երբ Աստծո կյանքը կմտնե մարդու մեջ։ Այդ բահուն Սուրբ Հոգին կփնագի անոր մեջ։ Այդ բահուն մարդը կվերածնի։ Այդ բահուն է, որ կսկսի հավիտենական կյանքը։ Սիրելիներս, երբ Ադամը մեղանչեց, մեր հոգիները մահացան։ Ինչու՞, քանի մենք Ադամի սերունդն ենք։ Աստված ստեղծեց Ադամը հոգիով։ Ամեն օր Ադամը հաղորդակցություն ուներ Աստծո հետ։ Երբ ինքը մեղքի մեջ մտավ եւ սատանային խաբվեցավ, այդ ժամանակ իր հոգին մահացավ։ Ինքը ինչպես որ մեղքի մեջ մտավ, նույն սերունդն ենք Ադամի։ Մենք ալ մեղքի մեջ մտնանք։ Եթե մենք Հիսուսին վերամնովս հրճակենք, թավանենք, որ մեր դեր փրկիչն է, ամենքս արգսենք մենք կհավատանք Հիսուսին։ Այո, կհավատանք։ Բայց երբ որ մենք կհավատանք, միայն գարթարանանք։ Բայց երբ որ մենք խոստովանենք եւ հրճակենք, այդ ժամանակ է որ փրկություն կստանանք։ Ուրեմն հաստատ է այս ճշմարտությունը։ Հովհաննես 5-րդ գլխու 24-րդ համարի մեջ կսե. Ան որ իմ խոսքս կլսե եւ կհավատա, հավիտենական կյանք ունի։ Մահեն կյանքի անցած է։ Ուշադրություն դարձնենք։ Չսավ Հիսուս պիտի ունենա, ըսավ ունի։ Չսավ պիտի անցնի, ըսավ անցած է։ Այսինքն հավատացողը արդեն նոր կյանքի մեջ է։ Ամեն։ Ուր է այդ կյանքը, սիրելիներս։ Առաջին Հովհաննես 5-րդ գլխու 11-րդ համարի 13-րդ համարի մեջ կտեսնենք. Աստված մեզի հավիտենական կյանք տվավ եւ այդ կյանքը իր որդուն մեջ է։ Ան որ որդին ունի, կյանք ունի։ Աստված չսավ եկեղեցիի մեջ է, չսավ գրոնական արարողություններու մեջ է, չսավ մարդուն արդարության մեջ է, ըսավ կյանքը իր որդուն մեջ է։ Ներս, գիտեք հավիտենական կյանքը որ աստեղան է, այսինքն մենք երբ Աստծո հետ այստեղը հաղորդակցություն ունենանք այս երկրի վրա, Հիսուս Քրիստոս մեր մեջն է, Հիսուս Քրիստոսի վայելենք եւ իր մով քալենք,
իր հետ ըլլանք, այսինքն մենք փորձառություն ունենանք, երբ երկինք երթանք, արդեն մենք ունենք փորձառություն երկրի վրա։ Մեզի համար օդար բան չէ, մենք այստեղ վարժված կլանք իրեն հետ, այսինքն իր ցայնը լսելը, իր մոտ առաջնորդվելը, իր սերը վայելելը, իր խաղաղությունը, ուրախությունը, ցնծությունը վայելելը, մենք երկրի վրա արդեն ունեցած կլանք, ոչ թե մեր կյանքը դանչանք, դակնավ, իրարանցումը լա, որևէ մեկ խնդիրի ժամանակ, որևէ մեկ փորձության ժամանակ, մենք մեր չանքերով, ուժերով սպարվենք այսինքն, և մենք որևէ մեկտեղ չենք հասնիր, մեկ հատ հասանք, մյուսը չենք կնար հասնել, մենք կսպարվենք այդ ժամանակ, բայց երբ Քրիստոսի հետ լանք, իր խաղաղությունը կտնե մեր մեջ, քան ինքն է խաղաղության իշխանը, գրված է, Աստվածաշունչի մեջ գրված է այս խոսքերը, որևէ մեկ բան ես իմ կողմից չեմ ասել, սիրելիներս, ինչ որ գրված է ես կսեմ, այդ ժամանակ մենք վարժված կլանք, այստեղ է երկրի վրա իր հետ քալելը, և երբ երթանք երկինք, մենք արդեն փորձառություն ունենք, մեր հայրն է արդեն, ինչպես որ երկրի վրա մեր հայրն էր, երկինքն է մեր հայրը գլա, շարունակությունն է այսինքն, սիրելիներս։ Ուսումնասիրեցեք սիրելիներս այս խոսքերը, որպեսզի տեսնեք ճշմարտությունը։ Կյանքը իր որդուն մեջ է եսավ Աստված։ Ուստի ով Քրիստոսը ունի, կյանք ունի։ Ով Քրիստոսը չունի, որքան ալ գրոնասերը լա այդ կյանքը չունի։ Սիրելիներս, առաջին Ադամը ինչ ըրավ։ Ազանտություն բերավ մեզի, մեղք բերավ մեզի, մահ բերավ, բաժանում բերավ։ Բայց մեր սիրելի վերջին Ադամը, այսինքն Հիսուս Քրիստոսը, հնազանդ եղավ մինչև խաչ, մեղքը վերցուց, մեր բոլորի մեղքը վերցուց, մեր բոլորի անեծները վերցուց, մեզի կյանք բերավ, Աստծո հետ հաշտություն բերավ, Ադամը փագեց դրախտին դուրը, բայց մեր հրաշալի Հիսուս Քրիստոսը բացավ հայրի մոտ դանող ճանապարհը, ինքն է կյանքը, ճշմարտությունը և ճանապարհը, հալելույա, ամեն։ Սիրելիներս, այսօր հարցումը սա չէ, մահանալիս ետք հավիտենական կյանք պիտի ունենամ, Աստվածաշունչը կհարցնե, այսօր որդին ունիս, որովհետև եթե սրտովդ կհավատաս, կփրկվիս, բերանովդ կխոստովանիս, Քրիստոսը կդառնա քու դերդ, այդ բահուն մահեն կյանքի կանցնես, այդ բահուն Աստծո կյանքը կմտնե քո մեջդ, այդ բահուն կսկսի հավիտենական կյանքը, ամեն, ուստի հավիտենական կյանքը աբակայի խոստումը չէ, բայց նաև երկրային փորձառություն, երկինքը այս կյանքին շարունակությունն է, ոչ թե սկիզբը։ Այսօր եթե Քրիստոսը մեր սրտերում մեջ է, մենք արդեն կմասնակցենք այդ կյանքին, բեք վերջ պիտի չունենա։ Ամեն։ Ուրեմն, Ավետարան Հովանու 5-րդ գլխու 24 համարի մեջ կգարտանք. Ճշմարիտ կսեմ ցեզի, թե ան որ իմ խոսքս մտիկ կնե եւ կհավատա, անոր որ զիս խրկեց, հավիտենական կյանք ունի ու դատապարտության դակ չի նար, հապա մահվան է, թեպի կյանք անցած է, ոչ թե պիտի անցնի, անցած է արդեն, խոստումը ճշմարիտ է, սիրելիներս, հնազանդենք մեր հորը, երկնային հորը և ունենանք հավիտենական կյանքը այս երկրի վրա և վայելենք իր սերը, իր ներկայությունը։ Սիրելիներս, հիմա ինչ որ ես ասեմ, կխնդրեմ ձեզ մե, որ աչքերնիդ փակեք և հավատքով այս խոսքերը կրկնեք և կտեսնաք ձեր կյանքը կփոխվի, Աստծո ներկայությունը կգա ձեր կյանքի մեջ, օր կտեսնաք ձեր կյանքը փոխված է։ Ամեն։ Սիրելի Աստված, ես կհավատամ, ինձի շատ կսիրես,
քանի քո միածին որդուն ղրկեցիր, որին փոխարեն խաչվի։ Սիրելի Հիսուս, ես կհավատամ, որ իմ մեղքերը քո վրա արիր, մահացար իմ փոխարեն և երրորդ օրը հարություն արիր։ Գխնդրեմ, եղիր իմ դերս և իմ փրկիչս, և երբ նորեն գաս, ինձ ալ հետդ տար, և անունս գրե կյանքի գրքի մեջ։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Սիրելիներ, այսօր Աստծո խոսքեն տեսանք, որ հավիտենական կյանքը ապագայի խոստումը միայն չէ, այլ ներկա իրականություն է։ Հիսուսը ասավ, ան որ կհավատա, հավիտենական կյանք ունի։ Բայց հավանաբար ձեր մտքին մեջ այս հարցումը ծագեցավ. եթե հավիտենական կյանքը հիմա ունենք, ապա ինչ կպատահի, երբ հավատացյալը կմեռնի։ Աստծո կամքով հաջորդ պատգամին մեջ պիտի պատասխանենք այս հարցումին։ Պատմած հարուստին եւ աղքատ Ղազարոսի օրինակով պիտի տեսնենք, որ մահը վերջը չէ, այլ հավիտենական կյանքի շարունակությունը Քրիստոսի մեջ է։ Ամեն։ Օրհնված ըլլաք սիրելիներս։ Այո, Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը, Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեր բոլորին հետ լա։ Հալելույա։ Ամեն։